Կիբերհանցագործություններն օրեցօր ավելանում են, որի պատճառով բազմաթիվ մարդիկ են տուժում, դառնում խաբեության զոհ, կորցնում իրենց գումարը կամ պարտավորվում փակել իրենց անունով ձևակերպված վարկերը։ Ինչ խարդախություններ են այսօր տարածված, ինչպես պայքարել դրանց դեմ եւ ինչպես զերծ մնալ զոհ դառնալուց։ Այս մասին խոսելու ենք մեդիա փորձագետ Cyber Hub-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Սկզբում խոսենք ներդրումային խարդախություններից, որոնք մեր երկրում տարածում են գտել, մասնավորապես վերջերս Hello-Bit անվամբ ֆինանսական բուրգը փակվեց եւ շատերը կորցրին իրենց գումարը, ինչպես մարդիկ հասկանան ներդրում կատարելիս խաբեության զոհ կդառնան, թե ոչ, որովհետեւ փաստացի շատերը կարողացել են ներդրած գումարից ավելին հետ ստանալ։ Իրականում, հա, ու այստեղ 2-3 տարբեր ձևեր կան։ Մեկը շատ պարզ է, այնտեղ մարդ գումարը դնում է, միանգամից կորցնում է։ Սովորաբար ուղղակի ինչ-որ կայք են տալիս, ինքն գումարը տեղադրում է ու կորում է։ Բայց հիմա այդ ձևերը քիչ են օգտագործվում, որովհետև սովորաբար տենց հանցագործները քիչ գումար են ստանում։ Հիմա մարդկանց փորձում են ցենց քիչ-քիչ խայծը գցելով ստանալ գումար ու ամենավտանգավորները այդ Hello-Bit-ի դեպքի նման դա այդպես կոչված բուրգերն են։ Բուրգի խնդիրը ինչումն է, իրենք սկզբից մարդկանց շատ լուրջ մեծ գումարներ են տալիս, ակնկալելով, որ առաջինը մարդ էլի ավելի շատ գումար կբերի, տեսնելով, որ փող է ստանում։ Ու երկրորդը առաջարկում են ներգրավել ծանոթներին, բարեկամներին, խնամիներին, որպեսզի ամեն ներգրավվածի դիմաց էլի տոկոսը ավելանում։ Հետո մարդ որոշում է լավություն անի իր բարեկամներին, ասի, որ սենց լավ բան կա։ Ու բնականաբար անդադ մարդկանց խրախուսելով ավելի շատ մարդ են ներգրավում, ավելի շատ գումար են ներգրավում, հետո մի օր այս ամեն ինչը տրակում փակվում է, թռնում են, բայց հաճախ փորձում են սրանից հետո էլ մարդկանցից գումար կորզել, որովհետև սկսվում է ինչ-որ պատմություններ, հեքիաթներ, որ գիտեք, մենք եսի ինչ ա եղել, հետո էս ա եղել, են ա եղել, հիմա եթե 10% ձեր գումարից տակ, մենք այդ մնացածը կարողանանք անել։ Այդ էլ որ վերջի քերեն այնքանը, ինչքան հնարավոր է մարդկանցից։ Ու այստեղ խնդիրն անում է, որ մինչև բուրգի պայթելը մարդկանց երբ որ համոզում են, որ սա վատ բան է, իրենք ոչ միայն չեն հավատում, այլ մի հատ էլ ագրեսիվ քեզ անիծում, հայհոյում են, որովհետև դու իրենց երեխեքի փողին վայես ես լինում, հա։ Շատ դժվար է համոզել մարդուն, որ եթե դու օրը 2-3% եկամուտ ունես, քո ներդրած գումարից, որ այստեղ վերջը վատ է լինելու։ Իհարկե կան մարդիկ, որոնք լավ հասկացել են ոնց է բուրգը աշխատում, մտնում են ամենասկզբից, գումարը հավաքում են, մեքենա են մի հատ էլ առնում ու դուրս են գալիս։ Բայց դες մարդիկ քիչ են, սովորաբար մարդիկ ազարտի մեջ են ընկնում, իսկ հայ ժողովուրդը ազարտի մեջ ընկնելու հատկություն ունի, գիտենք օրինակ խաղադրույքների վրա ինչքան գումար է ծախսվում։ Այնպես որ տուժողները մեկը ավելի շատ են ներում, պլյուս ավելին ասեմ, այս խարդախները գիտեն, որ կան մարդիկ, որոնք գիտեն, որ սա խարդախություն է ու սկզբից մտնում դուրս են գալիս։ Շուտ օրինակ այս Hello-Bit-ը որ փակվեց, նրանից հետո կապնվում էին, նրանց հետո Hello-Bit-ում եղել են սկզբից ու ասում էին դուք Hello-Bit-ում եղել եք, այ մենք նոր բան ենք, ինչ որ ներդրումային տարբերվում ենք, դեստեն ու փորձում էին ներգրավել հենց այդ հայերեն ասած շուստրիներին, որ մի հատ էլ դրանցից քերեն գումարը տանեն, հա։ Ու այստեղ իհարկե լուրջ խնդրեմ է, որովհետև համոզելով ինչ որ մարդկանց չի լինում դեմը կանգնել, այստեղ նաև կարծում եմ կարևոր է ինչ որ օրենսդրական փոփոխություններ մտցնել, որովհետև այս բուրգերը որ սկսվում են ինչ որ պահից են աշխուժ մասան տեղում, այստեղ բուրգերը բնականաբար դրսից են աշխատում, այստեղ պարզ չի ով է ինչա, բայց միշտ ինչ որ տեղացի աշխուժներ են հայտնում, որ TikTok-ում են մարդկանց հավաքագրում, օֆիս են բացում, իշմեք City Bike-ով նույնիսկ օֆիսներ էին բացել եւ այլն։ Այս ամենի դեմը հնարավոր կլինի առնել շուտ, եթե ինչ որ օրենսդրությունը թույլ տա բուրգերի դեմ ավելի արագ ազդել, այլ ոչ թե հորդորների մակարդակով, հա։
Հիմա ցավոք սրտի փաստացի մեխանիզմներ էլ չկան դրա դեմն առնելու, իսկ պայթելուց հետո առավել եւս արդեն ուշ։ Իսկ ինչպես մարդիկ հասկանան, որ ներդրումային ընկերությունն է արդար աշխատում։ Շատ պարզ։ Նայեք բանկային ավանդների տոկոսին, այսօր բանկերը տալիս են միջինում մոտ 10% տարեկան։ Կան ավելի ռիսկային ներդրումներ, ասենց ասեմ, պարտատոմսերի ներդրումներ կան այսօր, որտեղ մոտ 12-13% է հասնում, եւ կան ռիսկային ներդրումներ, երբ որ դու կարող ես, եսիմ 15-ից 20% տարեկան էլի հիշեցնեմ ստանալ, բայց կարող է մեկ էլ ավելի ցածր գնա, դու գիտես դա, քեզ զգուշացնում են, որ սա ռիսկային է, կարող է նույնիսկ 20-ից էլ բարձր լինի, բայց կարող է անկնի, որտեղ դու մտնում ես ինչ-որ տենց մի քիչ գործարկային բանի մեջ։ Եթե քեզ առաջարկում են օրը 1, 2, 3%, դա արդեն քո գլխի մեջ ոչ միայն պետք է մի հատ կարմիր լամպ վառվի, պետք է 20 հատ տենց մի հատ ջահի պես սիրուն վառվի, եւ դու հասկանաս, որ հաստատ տեղ մի բան այն չի։ Նույնիսկ տարեկան 50%-ը պետք է շատ լավ ուսումնասիրել, իսկ եթե մարդ ասում է, ես գլուխ չեմ հանում, ուրեմն գտեք մեկին, ով գլուխ է հանում, որովհետեւ հակառակ դեպքում դուժելու եք։ Պլյուս այստեղ նաև կարևոր սկզբունք կա, եթե ներդրում ես անում, դու պետք է քո ունեցվածքի, այսպես ասած, 10%-ից ավել ներդրում չանես։ Իսկ մեզ մոտ դեպքերի խնդիրը ինչն է, որ մարդ ոչ միայն իր ամբողջ ունեցվածքն է ներդնում, այլ մի հատ պարտքով է վերցնում, այսինքն իր եղածի 100%-ից ավելի շատն է տեղադրում այս ամեն ինչի մեջ։ Եվս մեկ հարթախություն, որ տարածված է Հայաստանում, մարդկանց անունով վարկերի ձևակերպումն է, մարդը պարտավորվում է վճարել այն վարկը, որը ինքը չի վերցրել։ Ինչպես են կարողանում զեղծարարները վարկեր ձևակերպել մարդկանց անունով առանց նրանց համաձայնության։ Սովորաբար դա աշխատում է մի քանի ոնց որ սխեմա կա։ Առաջինը կան վարկային կազմակերպություններ, որոնք ոնց որ թույլ վերահսկողության տակ են, ավելի բանկերի պես չեն, որտեղ հնարավոր է դեռ մինչև հիմա օրինակ անձնագրի նկարով այս մարդը ասենց սելֆի անի անձնագիրը ձեռքին եւ այլն, այդ ամեն ինչի հիման վրա այնտեղ նույնականացում իրականացնեն on-line եւ վարկ տան։ Այստեղ աշխատում է այն, որ ուղղակի մարդկանցից ճարում են դա։ Օրինակ, Hello Bit-ի դեպքում, հա, ես մարդկանց գիտեմ, որոնք հետո դուժել են լրացուցիչ վարկի դեպքով, որովհետեւ Hello Bit-ի գրանցման ժամանակ ուզում էին իբր այդ մարդկանց նույնականացնելու համար այդ սելֆիները անձնագրով ու անձնագրի նկարը, հետո դա կամ իրանք են օգտագործել, կամ ուղղակի սև շուկայում վաճառել են ուրիշ զեղծարարներ դա առել են ու օգտագործել են վարկ վերցնելու։ Բայց սովորաբար այդտեղ մեծ վարկեր չեն լինում։ Մեծ վարկերը սկսվում են, երբ որ բանկի մեջ են կարողանում ներխուժել, այստեղ օգտագործվում են կամ էլեկտրոնային դրամապանակները, հայտնի մի քանիսը, որտեղ այստեղ Հայաստանում գործում են, կամ հենց բուն բանկի on-line ավելվածները։ Այստեղ մի քանի սխեմա է, սովորաբար հիմա ամենաակտիվ աշխատողը դա այն է, որ մարդու հեռախոսի մեջ կարողանում են ներդնել ծրագիր, ժողովրդական լեզվով ասած վիրուս, որը արդեն ինքը այդ բոլոր գործարքները հեռախոսի միջից մարդու անունից իրականացնում է։ Ամենա տարածված տարբերակը մինչև վերջերս դա այն էր, որ զանգում էին իբր բջջային օպերատորի անունից, ասում են, որ մենք ձեր 5G-ն ենք միացնում, այդ զանգը կարող է լինել շատ տարբեր բաներով, բայց կարևորը որ մարդուն համոզում են ներբեռնել, WhatsApp-ով են կպնում, ասում են էկրանդ share արա, ինչ որ կարգավորումներ են անում, հետո համոզում են մարդ ներբեռնի ֆայլ։ Իբր դա ինչ որ կարգավորումների համար է։ Այդ ֆայլը այդ վիրուսն է, ու հետո այդ վիրուսը նստում է հեռախոսի մեջ, էկրանը անջատվում է, սևանում է, այնտեղ ասում են շատ լավ է, սենց էլ պետք է լինի եւ այլն, ու տակից մտնում են ավելվածների մեջ ու արդեն գումարը տանում, վարկ ձևակերպում։ Սխեմաները շատ տարբեր կարող են լինել, ամենակարևորը հասկանալ, որ նույնիսկ եթե բանկի անունից սենց է զանգել, ոչ մի գաղտնաբար, SMS-ով եկած կոդ չպետք է իրանց տակ, իրանք էլ ձեզ իրավունք չունեն ինչ-որ ֆայլ ուղարկել, որ դուք տեղադրեք ձեր հեռախոսի մեջ։
Իսկ դուք որպես փորձագետ ինչպես եք այս խնդրի լուծումը տեսնում։ Իրականում խնդիրը երկկողմանի լուծում ունի, մեկը դա մարդկանց իրազեկել, հենց հիմա մենք դրանով ենք զբաղված։ Երկրորդը բանկերը հիմա սկսել են ակտիվ ինչ-որ գործողություններ, կարող եմ ասել, որ հավասար չեն, այսինքն բանկեր կան, որ ավելի պրոակտիվ են, կանխարգելիչ գործողություններ անում, բանկեր կան, մի քիչ ավելի դանդաղաշարժ են, բայց օրինակ կարող եք նկատել, որ շատ բանկային հավելվածներ ու էլեկտրոնային դրամապանակներ այս պահին չեն թողում սկրինշոտ անել։ Դա հենց դրա համար է արվում, որ զեղծարարը չկարողանա այդ վիրուսի կամ WhatsApp-ով կպնելուց էկրանի share անելուց չկարողանա տեսնել ինչ է բանկային հավելվածի վրա կատարվում, պլյուս բանկերի անվտանգության թիմերը հիմա սկսել են իրանց կողմից ոնց որ հատուկ նշաններ փնտրել, որոնք նշանակում են, որ մարդը չի գործում, այլ իր անունից ինչ որ մեկը եւ կանգնեցնել։ Բայց դե հասկանում եք, որ զեղծարարներն էլ այն կողմից անդադ փոխում են սխեմաները, որ շրջանցեն բանկերի այս գործողությունները։ Շատ են տարածված նաև տարբեր գովազդներ սոցիալական ցանցերում, երբ հնարավոր է ինչ-որ իր գնել մատչելի գնով կամ շահում ստանալ, կամ էլ բարձր աշխատավարձով աշխատանքի անցնել եւ բոլորի դեպքում վերջնարդյունքը մարդուց գումար հափշտակելն է։ Այստեղ ինչպես տարբերել իրականությունը կեղծիքից։ Դե իրականում, ասենց ասեմ, շատ լավ կեղծիքը բավականին բարդ է տարբերել, բայց սովորաբար զեղծարարները լայն շրջանակների վրա են աշխատում ու իրանք տենց շատ չեն խորանում։ Օրինակ, ամենաշատ պարզ բանը մարդկանց ինչ-որ մի հետարքիր բան առաջարկվում, զեղչով, ինչ-որ շատ մեծ զեղչով, ինչ-որ մի բան, կամ էլի այս վարկ ձևակերպելու մի վատ ձևերից, այս հենց նոր սկսվել է սա գործել, իբր կառավարությունը հատուկ հավելված է գործարկել, որ ՀԴՄ կտրոնը սկան ես անում ու քեզ ինչ որ տոկոս քո ծախսածից հետ է գալիս, քեշբեք անում։ Բայց այդ գովազդները բան շատ սիրուն սարքած են, հիմա արհեստական բանականությունում են սարքում։ Բայց մեծամասնությունը, որ նայում ես, թե որ edge-ն է սա տարածում։ Հա, այդ edge-ին կլիկ ես տանում, տենում ես ինչ որ բուբու գուգու ինչ որ edge-ը, բառից բուն իմաստով եմ ասում, հա, տենց անուններով edge-եր են, որտեղ արագ edge-ը սարքում են։ Տենում ես 0 like, 0 ուրիշ գրառում, այսինքն հերիքա մի հատ մտնես այդ edge-ը, նայես ինչ edge է, երբ է ստեղծվել, ինչով է զբաղվում, մեկ լինում է օրինակ կահույքի գործարանա, այսինքն edge-ը կոտրել են ու վերջին գրառումն է մենակ ինչ որ բանկային թեմայով կամ խոհանոցային ինչ որ բանը տեխնիկային վաճառում, հա։ Այսինքն մարդ եթե չշտապի մի հատ վրայով անցնի ուշադիր նայի եւ այլն 90% դեպքերում շատ արագ կարողանա հասկանալ, որ մի բան ինչ։ Ամեն դեպքում հետաքրքրվելը, մի հատ Google-ով որոնելը, հարցուփորձանելը, այս ամեն ինչը նույնպես թույլ է տալիս ինչ որ բաներին հասկանալ, բայց շատ գերհրապուրիչ առաջարկները ամեն դեպքում պետք է մարդուն շատ զգուշավոր դարձնել։ Քանի որ մարդիկ իրենց քարտի տվյալներն են գրում տարբեր կեղծ կայքերում, եթե արդեն գրանցել են եւ հետո հասկացել կամ մտածել, որ գուցե խաբեության զոհ դառնան, այս բաժանում ինչ է պետք անել։ Այս բաժանում պետք է սկզբից պատրաստվել, իրականում ամենամեծ խնդիրը լինում է նրանում, որ մարդիկ իրենց այն հիմնական օրինակ աշխատավարձային քարտը օգտագործում են on-line գնումների համար։ Այստեղ կարևորագույն սկզբունքն է, ու այսօրվա մեր բանկային համակարգը այդ հարցը թույլ է տալիս արագ լուծել, որ մարդ պետք է ունենա ոնց որ երկու քարտ։ Մի քարտը այդ որ դուք գումարը ստանում եք ու ծախսում եք խանութում եւ այլն։ Մյուսը պետք է լինի դա, որը դուք օգտագործում եք այդ գնումների համար։ Այդ քարտի վրա պետք չէ պահել գումար։ Այսինքն եթե դուք գնում եք անում դուք ձեր on-line banking-ով գցում եք գումարը այդ քարտի վրա, անում եք, մնացորդը էլ հետ եք բերում։ Նույնիսկ եթե սխալվեք, դուք կորցնեք մենակ այդ գումարը, որը ծախսել եք տենց հրապուրված, բայց ձեզանից չեն տանի այն մնացած եղած գումարները։
Արդեն մի քանի տարի է տարածված են եւ հիմա էլ ակտիվ են լիստեեմով խարդախությունները, երբ մարդկանց հետ կապ է հաստատում զեղծարարը եւ ցանկանում իբր ինչ-որ իր գնել, իրենք ինչպես են կարողանում մարդուց գումար հափշտակել եւ ինչպես հասկանալ, որ գրողը կամ զանգահարողը զեղծարար է։ Այստեղ տեսեք, մարդիկ օրինական գրում են ինձ հետ մեկը կապնվեց, ասեց ուզում եմ քեզանից բան առնել, արգելափակեցի եւ այլն, այսինքն մի կողմից կան մարդիկ, որոնք ինչ որ գեր զգուշավոր են ու կարող է նորմալ մարդու արգելափակել։ Իրականում շատ հեշտ է զեղծարարներին հասկանալ, որովհետեւ սովորաբար իրանք երկու բան են ուզում, կամ ուզում են կանխավճար տալ, կամ ասում են առաքում ուղարկեմ հղում, դուք առաքում կազմակերպեք։ Երկու դեպքում էլ իրենք օգտագործում են կեղծ հղումներ, որպեսզի մարդ մտնի իր բանկային քարտի տվյալները ներմուծի։ Այստեղ հարցը նայում է, որ պետք է մարդ սովորի հղումները կարդալ, հասցեները։ Շատերը նույնիսկ չեն էլ խորանում դրա մեջ, բայց մարդ պետք է հասկանա, որ այսօր ոնց մարդիկ պետք է սովորեն քարտեզով իրար տունը գտնել հասցեով, հա, նույնպես պետք է էլեկտրոնային հասցեները, ինտերնետային հասցեները կարողանան տարբերել ու եթե գոյություն ունի մի շարք առաքումով զբաղվող ընկերություններ։ Իրենք ունեն շատ կոնկրետ հղումներ, հասցեներ։ Զեղծարանները ինչ են անում, ենթադրենք այդ ընկերության անունն է վերցնում են, բայց հղումը 1000-ը մի կողքից ինչ որ բան ավելացրած։ Եթե հասցեն իրական չի, արդեն պարզ է, որ սա զեղծարար է, եթե նմանակում է իրականը։ Թե ոնց դա անել, ոնց տարբերել։ Այդ առանձին հարցը մատներով ցույց տալ չի լինի։ Մատ պետքա, եթե գլուխ չի հանում, մտնի սովորի։ Այսօր մատ պետքա հասկանա, որ մարդիկ պետք է մի քիչ էլ իրենց նեղը տան, մի քիչ բաներ սովորեն, հա, ամենաառաջի սովորելու բաներից մեկը, որովհետև հենց զեղծարարները ոչ միայն լիստայում շատ տարբեր ոլորտներում փորձում են մարդկանց կոտրել, առաջին գործողությունը դա կեղծ հղում ուղարկելն է։ Ու մարդ պետք է սովորի, օրինակ հայփոստը։ Հայփոստից եկել է իբր առականու ինչ որ մի բան, հա։ Մարդ բացում է, տենում է հղման մեջ գրած է հայփոստ, ուրեմն հայփոստն է, բայց տենց չի, այսօր ինտերնետի հասցեները ունեն դոմենը ունի տեսք, հա, այսինքն ինչ որ մի բան է գրած, հետո կետ է դրած, հետո ուրիշ բան է գրած, հա, օրինակ հայփոստի դեպքում դա հայփոստ.am է։ Եթե այնտեղ գրած է հայփոստ.biz tag.am, դա բացարձակ ուրիշ հասցե է։ Եվ հիմա եթե մեզ լսողները ասում են, բայց ես բան չհասկացա, ես շատ խորհուրդ եմ տալիս ինտերնետում Google-ով որոնել ինտերնետային հասցեն ինչ տեսք ունի եւ այլն, բազմաթիվ նյութեր կան եւ սովորել աչքը պետք է սովորի տարբերակել։ Եթե դա չլինի, մարդիկ sense tenants քաշվելու են։ Տեղեկություններ ունեք, զեղծարարները անհատներ են, թե խմբերով են աշխատում։ Անհատներ արդեն ինձ թվում է չեն մնացել, դա խմբեր են։ Հայաստանում կան մեր սեփական զեղծարար խմբերը, դրանց մի մասը աշխատում են հենց հայաստանցիների դեմ, բայց բավականին քիչ։ Հիմնականում զեղծարարության աշխարհով մեկ խմբերը աշխատում են ուրիշ երկրի վրա։ Ու սովորաբար նաև ընտրում են նենց երկրներ, որտեղ օրինակ իրավապահների հետ համագործակցությունը բարդ է եւ այլն, հա։ Եվ եթե տեսել եք հեռուստացույցով, ես իմ լուրերով, վերջին մի 2 տարվա մեջ Հայաստանում մենակ մի 15 տենց մեծ խումբ է հայտնաբերվել ոստիկանության եւ քննչականի կողմից, իսկ աշխարհում դա ահռելի բիզնես է դարձել, որ պատկերացնեք տարեկան խոսքը գնում է տասնյակ միլիարդ դոլարների մասին շրջանառությունը, սա արդեն սկսում է համեմատվել թմրադեղերի ու զենքի վաճառքի հետ։ Կարծում եմ զենքի վաճառքին էլ անցել է, հա։ Վերջին օրինակ հետաքննությունները ցույց են տալիս, որ ասիական տարածաշրջանում Մյանմա, Թայլանդ, Վիետնամ այդ մենակ այդ հատվածում, որ պատկերացնեք այս ոլորտում մոտ 400,000 մարդ է աշխատում։ Այսինքն սա ահռելի խմբեր են, որոնք
օր ու գիշեր սցենարներ են մտածում մարդկանց թալանելու, հենց որ մարդիկ պետք է հասկանան, որ սա արդեն խաղ ու պարզ չի։ Օրական քանի մարդ է ձեզ տեղեկացնում, որ ինչ-որ խարդախության զոհ է դարձել։ Միջինում երևի 10 օր կա, ասենց տարափա, որ կա զեղծարարներ, օրինակ օգոստոսին զեղծարարներն էլ էին հանգստի, ինձ թվում է, տենց քիչ էին դեպքերը։ Տուժողները փաստացի բազմաթիվ են, սակայն ոչ բոլորն են դիմում ոստիկանություն, մտածելով, որ զեղծարարները միևնույն է չեն հայտնաբերվելու, իրենց գումարն էլ չեն կարողանալու վերադարձնել։ Ինչ եք կարծում, արդյոք հնարավոր է զեղծարարներին հայտնաբերել եւ գումարը իրենցից հետ ստանալ։ Տեսեք, իրականում ամբողջ աշխարհում մարդկանցից, տենց միջին հաշվարկներով 100-ից 1-ն է դիմում ոստիկանություն, ու մարդկանց էլ է կարելի հասկանալ, որովհետև ոստիկանությունը sense tenants ուզենա, չուզենա շատ երկար process-ների մեջ է հանգնում, որովհետև արդեն նշեցի, որ զեղծարար խմբերը մեր երկրից չեն սովորաբար։ Բայց նորություններից կարող եք տեսնել, որ պարբերաբար ինչ-որ բացահայտումներ լինում են, հատկապես եթե հենց ստեղացիներն են աշխատում, բայց խնդիրն անում է, որ կարող է տարիներ տևի, իսկ կարող է երբեք չբացահայտվեն, կարող է բացահայտվեն, բայց գումարը կորած լինի, որտեղ մաֆիոզ խմբեր են աշխատում, բայց ամեն դեպքում ստեղ կարևորը այդ կողմից չնայել, այլ հակառակ կողմից։ Եթե ոստիկանությանը չդիմես 100%-ով գումարը հետ չես բերի, ու այստեղ ուզում եմ շատ անպայման շեշտել, շատերը ընկած սկսում են փնտրել ինչ-որ բաների, հերոսների, սուպերհերոսների կամ ինչ-որ հակերների, որոնք կկարողանան այդ փողը հետ բերել։ Ուզում եմ ասել, որ մարդիկ լավ հասկանան, առաջինը որ ասում է սատանու մայլում քանդերբազություն մի արեք, այդ զեղծարարները տարիներով մշակված սխեմաներ են աշխատում, եթե ձեզ թվում է, որ ինչ-որ մի հակեր կկարողանա իրանցից փող հետ բերել, դուք լրջորեն սխալվում եք։ Երկրորդը, զեղծարարները շատ լավ գիտեն, որ դուք փնտրում եք ինչ-որ մեկի, որ այդ փողը հետ կբերի, եւ հատուկ գովազդներ են միացնում իբր գումարը հետ բերողների անունից, ու այդտեղ են մարդկանց կողոպտում։ Դիմել ոստիկանություն պետք է, որ գոնե ինչ-որ շանս ունենաք, եթե մի օր ինչ-որ մի երկրում բացահայտվի խումբ, հետո պարզվի, որ դրանք Հայաստանի դեմ են աշխատել, իրավապահները կկարողանան գումարը հետ բերել ու լինում են տենց դեպքեր։ Եթե չդիմեք ոստիկանություն, հաստատ 100% կկորցնենք, սենց գոնե ինչ-որ շանս մնում է։ Տեխնոլոգիաները զարգանում են, խաբեության տեսակները ավելանում, ինչպես է հնարավոր պայքարել այս խարդախությունների դեմ։ Իրականում պայքարելու մի մեթոդ չկա, այստեղ բազմաշերտ է, այսինքն առաջինը հասարակությունը պետք է կրթվի։ Ընդ որում պետք է համ ինքնա կրթվի, այսինքն մարդիկ պետք է հասկանան, որ ուրիշ աշխարհում են ապրում, որ այլևս աշխարհը հետ չի գնալու, չի լինելու ինչ-որ լամպային հեռուստացույցների ժամանակ չի գալու եւ այլն, եւ ինքնակրթությունը նույնքան կարեւոր է այս ոլորտում, որքան ինչ ասեմ, եթե մարդ գնում է սունկ հավաքելու, չեմ կարծում, չէ, որ ամեն սունկը կծելով միած ստուգումա թունավոր է, թե չէ, հա։ Հիմա համարեք ազգովի սունկ ենք հավաքում, պետքա կամ ինքնակրթվես կամ հետը տանես մեկին, ով սունկ հավաքել գիտի, մնացած ոչ մի դեպքում դու սունկ չես տանում, մի հատ փորձես սոքանչիդ վրա աշխատում լավնա թե չէ։ Երկրորդը դա այն է, որ մարդկանց պետք է նաև կրթել, այսինքն սա պետք է համ շատ խորը մտնի կրթական համակարգը, ոչ միայն դպրոց, այլ բուհեր, նաև պետք է հանրային իրազեկման արշավներ անել, այս ամեն ինչի տարեր արդեն կան, բայց պետք է ոնց որ շատ կոմպլեքս ու անընդհատ գործի։ Երրորդը կարծում եմ այստեղ նաև մասնավոր հատվածը շատ կարևոր է, որ պրոակտիվ լինի, տեսեք նույն բանկերի դեպքում այս զեղծարարությունների մի մասը նոր չեն աշխարհում, այսինքն բանկերը իրականում շատ դեպքերում կարող են պատրաստ լինել, որովհետև 2 տարի առաջ այս ամեն ինչը Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում եղել է, մենք մի քիչ հետ ենք ընկած, ու մեր բախտը բերել այդ առումով։ Կարելի է չսպասել, որ զոհեր լինեն եւ նախորոք պատրաստվել ինչ-որ
դեպքերին ու նաև պետական համակարգը պետք է նաև այստեղի ավելի պատրաստ լինի։ Օրինակ իմ կարծիքով ոստիկանական համակարգը շեղված է սխալ ուղղությամբ, այսինքն իհարկե հիմա կիբեր ոստիկանությունը ոնց որ թե մեծացրել են, բայց հավասարազոր չի իմ կարծիքով, որտեղ այդ մարդիկ ուղղակի ունակ չեն, եթե բոլորը սկսեն դիմել ոստիկանություն, այդ 100-ից մեկը չէ, այլ 100-ից 3-ը սկսեն դիմել ոստիկանություն, ինձ թվում է իրանք տակից դուրս չեն գա ուղղակի, որովհետև այդքան պատրաստ չեն։ Բայց այս ոնց որ ասած դրսից կարծիքա ներսից չգիտեմ ինչ է այնտեղ կատարվում, բայց ամեն դեպքում ասած ցենա, որ այսինքն այստեղ համ հասարակությունը գործ ունի անելու, համ մասնավոր հատվածը, համ պետությունը ու այս ամեն ինչը պետք է իրար հետ էփվի։ Շնորհակալություն պարոն Մարտիրոսյան հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցում էի մեդիա փորձագետ Cyber Hub-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանի հետ։